Բայց մենք հարց կարող ենք տալ, իսկ այս աշխարհում այս աղմուկի, այս վազքի մեջ, այսքան փորձությունների, այսքան նեղությունների, դժվարությունների, գայթակղությունների մեջ կա կյանք ընդհանրապես հավիտենական կյանք։ Իհարկե կա։ Հենց ամենի մեջ մենք պետք է գտնենք այդ հավիտենական կյանքի գեղեցկությունը, քաղցրությունը, ամենուրեք Աստված ներկա է։ Բայց մենք երբեմն չենք տեսնում, չենք ճանաչում, չենք զգում, չենք ապրում, չենք շնչում Աստծո ներկայությունը։ Ինչու՞։ Որովհետև մեր հոգու աչքը փակվում է։ Երբ է փակվում, երբ որ մենք դադարում ենք աղոթելուց, երբ որ մենք հեռանում ենք Աստծո խոսքի ներշնչանքից։ Տերը ավետարանում ասում է. զգույշ եղեք, որ ձեր հոգին, ձեր անձը չծանրանա շվայտությամբ եւ աշխարհիկ հոգսերով։ Այսինքն դուք կտրվեք ավետարանից, կտրվեք եկեղեցուց, կտրվեք աղոթքից, եթե կտրվեք այդ բոլորից, Աստծո օրհնությունը ձեզ վրայից կհեռանա եւ դուք կընկնեք փորձությունների մեջ։